Ողջույն, եթերում կրկին հայացք դրսից հաղորդումն է։ Այս անգամ նույնպես պատրաստել եմ գեղեցիկ հարցազրույց, հանդիպում, բայց փոքր-ինչ այլ ձևաչափով։ Այսօրվա հաղորդումը նկարահանվել է Alpha News համահայկական լրատվական հարթակի համար եւ խմբագրության թույլտվությամբ մոդիֆիկացվել է իմ անձնական ալիքի համար։ Դե ինչ, հարմար տեղավորվեք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, հավանեք եւ թողեք ձեր մեկնաբանությունները։ Եվ մաղթում եմ հաճելի դիտում։ Ողջույն, Alpha News-ի տաղավարում Մարինա Մարտիրոսյանն է եւ այսօր մենք կխոսենք ազգային երգ երաժշտությունից։ Իսկ իմ եւ ձեր զրուցակիցն է հյուրն է սիրված ու ճանաչված երգիչ Ռուբեն Սասունցին։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն Մարինա ջան։ Բարի գալուստ Մոսկվա։ Շնորհակալ եմ։ Ինչպես եք ձեզ զգում վերջին երկու համերգներից հետո արդեն, որովհետեւ գիտեմ գեղեցիկ համերգաշրջան է ձեզ մոտ Ռուսաստանի Դաշնությունում, տպավորությունները, զգացողությունները։ Իրականում զգացողությունները շատ լավ են, այն առումով, որ արդեն երկու քաղաք Սանկտ Պետերբուրգ եւ 3 Մոսկվա քաղաքում ունեցանք մեծ համերգային ծրագիր։ Գիտեք, կարևորը նա է, որ երբ որ դու ներկայացնում ես ազգային երաժշտություն եւ օտար հողում ապրող հայերը այդ ամեն ինչը ընդունում են այնպես, որ կարոտած, այսինքն դա մերն է, մեր հայի տեսակինն է, ու երբ որ նրանք սիրով այդ ամեն ինչը ընդունում են, դա էլ ավելի կարևորություն ու էլ ավելի գեղեցիկ է։ Տպավորությունները շատ լավ են, դեռ ունենք մի քանի քաղաք նույնպես։ Ռուբեն Սասունցի եւ հայրենիք անսամբլ։ Այժմ մենք գտնվում ենք Մոսկվա քաղաքում եւ ողջունում ենք այստեղ ապրող մեր բոլոր հայերին։ Շնորհացեք տունը, հացարի բույնը, հայեր դարձեք երկիր, սիրեք մաշկոցյակիր, շնորհացեք տունը, հացարի բույնը։ Այժմ մենք գտնվում ենք Սանկտ Պետերբուրգ քաղաքում եւ ողջունում ենք այստեղ ապրող մեր բոլոր հայերին։ Այժմ մենք գտնվում ենք Լիպեցկ քաղաքում։ Ապրեք Նավարասիլսկ քաղաքում եւ ողջունում ենք այստեղ մեր բոլոր հայերին։ Leyla Brele, Leyla Brele, Leyla Mayo, Sevuxio, Shaforoti, Koroti Mayo. Kalipele, Bahumela, Otsero Mancher, Sakhratnera Chipano, Bahumele. Push, Enki Papakan, Ujar Sirpazan, Hayot Yeki Tovakan. Իրականում շատ մեծ տպավորություններ կա, որտեվ ուրախանում ես, երբ որ տեսնում ես փոքր, ասենք 6 տարեկան երեխայից մինչև տարիքով հասուն մարդիկ ձեռքի բռնած կարող են շուրջպար բռնեն, կարող են քո հետ հավասար երգեն են երգերը, որը մեր ազգինն է, դա իրականում շատ մեծ բան է։ Եվ գիտեմ, որ դու եւ կազմակերպիչները հատուկ եւ կարեւոր նպատակ ունեիք այս համերգաշրջանը կազմակերպելուց, խորագիրը հայեր դարձեք, խնդրեմ 1-2 բառով ներկայացնել ինչն է նպատակը։ Իրականում կազմակերպիչների շատ մեծ բան է կախված, որտեվ այսօր ամեն մեկը չեն կարող իրենց թույլ տալ կազմակերպել ազգային ոգով համերգներ, որտեվ գիտենք մի քիչ դժվարություններ կա, այսօր բոլորը ձգտում են շատ կոմերցիոն ու շատ թեթև ու շատ հեշտ համերգներ կազմակերպել, իսկ կազմակերպիչը Արտյոմը ինքն իր տեսակով յուրատուկ հայի տեսակ է, ով հայրենասեր, ով երկար տարիներ ինքն իր ասպարեզում պրոպագանդել է ազգային հայրենասիրական պարը եւ նաեւ երգը, ով նկարին համույթի լավագույն տղաներից մեկն է եղել, մեր Գագիկ Գինոսյանի հետնորդներից այսպես կարելի ասել, ու ես իրականում շատ ուրախ եմ, որ հենց ինքն է կազմակերպիչներից մեկը, ու մենք երկուսով մի գաղափար ունենք, որ պետք է տարածենք, ինչքանով էլ որ դժվար լինի, պետք է տարածենք ազգային երգը
եւ Ռուսաստանի Դաշնությունում եւ ինչու՞ չէ, Եվրոպայով, Ամերիկայով, Կանադայով, այսինքն ծրագրերը շատ մեծ են։ Կարևորը, երբ որ ստեղծվում է այդ թիմը, ու այդ թիմը լինում է նույն գաղափարի շուրջ։ Խանդավառությունը, այո։ Եվ այսօր առավել քան կարևոր է, որ ավելի շատ հնչի ազգային երգերաժշտությունը։ Կուզենամ իմանալ, ըստ ձեզ այս տարիների ընթացքում հայ հանրության մոտ ազգային երաժշտության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, թե հակառակը, որովհետև վերջին շրջանում հատկապես պատերազմից հետո ասում են, չէ, ազգերը կամ հեռանում են ինքնագիտակցությունից, հա, մշակույթից, կրոնից, կամ հակառակ ավելի մոտենում են, կարճում են, եւ հենց դա էլ պահպանում է ազգի ինքնությունը։ Օրինակ, վերջին շրջանում ասում են, որ ավելի հետաքրքրությունը եկեղեցու հանդեպ մեծացել է։ Վերջերս խոսում էի մի երիտասարդ արևելագետի հետ, դասախոս, ով մենք խոսեցինք հայոց լեզվից, նա ասաց, որ վերջին շրջանում այո, ավելի նկատվում է Ռուսաստանում ծնված մեծացած երեխաների, հայերի երիտասարդների մեջ հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը, որ պիտի սովորեն, որ ինչու չգիտեն։ Հայ ազգային երաժշտության հանդեպ ըստ ձեզ հիմա հետաքրքրությունը ինչ մակարդակի վրա է։ Ես ասեմ, ի ուրախություն ինձ արդեն գալիս են այն ժամանակները, որ այսօր նոր սերունդը արդեն հետաքրքրում է մեր ազգային երգով ու պարով։ Ու իրականում շատ կարևոր է ու շատ հաճելի է, երբ որ տեսնում ես, կապ չունի նրանք ճիշտ են պարում, թե սխալ են պարում։ Կարևորը, որ նրանք գիտակցում են, երբ որ հնչում է մեր ազգային երգը պարը, այսինքն նրանք կարող են ձեռքի բռնել, ճկուտի բռնել ու պարել մեր ազգային պարերը։ Եթե ասեիք մի քանի տարի առաջ, եթե տարբերություն տանք, այսօր էլ ավելի կարևոր է ու այսօր էլ ավելի զգացվում է սերը դեպի ազգային երգն ու պարը։ Դա մենք համերգներից ենք զգում, դա զգում ենք, երբ որ ինչ-որ ազգային միջոցառում է լինում, ինչու՞ չէ Երևանում, մայրաքաղաքում, երբ որ պարային ինչ-որ միջոցառումներ են լինում, տեսնում ես երիտասարդները ձեռքի բռնած մեծ սիրով գալիս են ու պարում են այդ պարերը։ Դա իրականում շատ հաճելի է ու շատ կարևոր է։ Առավել քան այսօր շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրիս հայրենասիրական ոգին պետք է բարձր լինի միշտ, առավել քան այսօր։ Բայց վերջերս կարծես թե տպավորություն է, որ ուզում են ինչ-որ մեր գաղափարախոսությունը փոխել, հա, մեր արժեքները, ասենք մշակույթի առումով ինչ-ինչ բաներ է կատարվում, որ կարծում եմ ի վնաս մեզ է։ Չկա մտավախություն, օրինակ մեր հայկական զինանշանի վրա ասում են այլևս պիտի չլինի Արարատ, օրինակ, չկա մտավախություն, որ վաղը կարող են ասել մի քիչ պիտի հնչի ազգային երաժշտությունը։ Պետական առումով եք դուք հարցը տալիս։ Իրականում ցավալի է, ինչ խոսք, այդ ամենը դու զգում ես ու այդ ամենը տեսնում ես, բայց այն մարդը, ով ինքն իր գաղափարն ունի, երբեք չի կարող ոչինչ նրան փոխել։ Բայց եթե փոքրուց դաստիարակությունը արդեն փոխվի, հա, դպրոց, հետո արդեն համալսարան, չէ՞ որ փոքրուց է մարդու գիտակցությունը ձևավորվում։ Դա ցավալի է, երբ որ դա ուզում են սերմանել, բայց դա ճիշտ չի։ Իրականում դա ճիշտ չի, որովհետև ես մի օրինակ բերեմ, հետաքրքիր հարց տվեցիր։ Վերջերս մի առանձնատուն եմ կառուցում ու առանձնատան կտուրին եռագույն դրոշն էի, որտեվ կտուրը երբ որ սարքեցին, ես վարպետներին ասի պետք է եռագույն դրոշը լինի պարտադիր կտուրին։ Ու վարպետները ասում էին, մենք ունենք եռագույն, ասում եմ, ուր այդ եռագույնը, ասում եմ, դե տունը ինչ որ միտեղ դրացի, ճիշտ չի դա։ Եռագույնը դա մեր ազգի խորհրդանիշներից մեկն է, այսօր մենք պետք է այդ եռագույնը, որտեղ պետքա դա ծածանվի, մեր երկրում, յուրաքանչյուր պետական կրթօջախում, յուրաքանչյուր տեղ պետքա եռագույնը ծածանվի։ Ես օրինակ եմ բերում, ասում եմ, ինչու պետքա մենք մեր թշնամու երկիր գնանք ու տեսնենք նրանց դրոշները ողողված են։ Իսկ մեր երկրում ցավոք սրտի այդ ամեն ինչը տեսնում ես, ինչ որ լարված իրավիճակ է լինում սահմանին ու նոր տեսնում ես եռագույն կամ ինչ որ կներեք ցույց է լինում քաղաքում ու նոր եռագույն, դա ճիշտ չի։ Եռագույնը դա մեր խորհրդանիշներից մեկն է, որը մենք պետք է կրենք միշտ։ Եվ ամեն օր պիտի աչք շոյի։ Օրինակ երեք համերգին վերջում մեր եռագույնը ծածանվեց։ Այո։ Ուսուսի տղա, արյուս
նման Եվ դվեր ենք հողը Արքը հայության Հայեր միացեք հայեր Արցախն է մեզ կանչում Հայեր միացեք հայեր Արցախն է մեզ կանչում Օգնության հասեք Դեր ճամփա ունի Իքասնիկ սասում Հայերում հողը մեզ է սպասում Դեր ճամփա ունի Իքասնիկ սասում Քաջերի հողը մեզ է սպասում Միասին ուսումսի տղա Հայուցի նման Եդվեր ենք հողը Հարկը հայության Ես գիտեմ, որ աշխարհի տարբեր երկրներում ես համերգներով հանդես եկել, տարիներ շարունակ շատ հետաքրքիր ճանապարհ ունես անցած, Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, ես կուզենամ իմանալ այ հանդիսատեսի տարբերությունը, Հայաստան եւ Սփյուռք, նմանությունը, տարբերությունը, ինչ առանձնահատկություններ ունեն։ Հետաքրքիր հարց տվեցիք, իրականում ինձ որ հարցնում են ասում են որ երկրում չես եղել, ասում եմ երևի այն երկրներում, որտեղ որ հայեր չեն ապրում։ Բայց կա այդպիսի երկիր։ Բայց վերջերս Բոստոնում մենամերկով հանդես էի գալիս ու դահլիճում ներկային Աֆրիկայից հայեր, ովքեր Աֆրիկայում էին ապրում ու նրանք երբ որ համերգից հետո ինձ մոտեցան, ասեց այդ քաղաքում 10 հոգի հայ են ապրում Աֆրիկայում, լավ, ասեցի ինչով եք զբաղվում, ասեց հագուստներ են կարում, ու պատկերացնում ես Աֆրիկայում արդեն հայեր են ապրում։ Ուրեմն արժե այնտեղ էլ համերգ կազմակերպել։ Այո, ես ուրախ եմ, որ ճակատագիրը ինձ այնպես է տրվել, որ կարողանում եմ իմ երգով աշխարհի տարբեր երկրներում ներկայացնել այն երգը, որը մեր ազգին է։ Դա իմ սեփականությունը չի, դա մեր ազգինն է։ Մեր երգի մեջ կա եւ ուրախություն, եւ կա ուժ, եւ կա սեր դեպի հայրենիք, եւ կա պրոպագանդել, մեծարել մեր ազգային հերոսներին։ Իսկ տարբերության առումով ես ասեմ, ես ինքս չեմ ուզում տարբերություն դնեմ, որտեվ այդ տարբերությունը շատ չնչին կարող է լինել, որտեվ յուրաքանչյուր քաղաքում, երկրում, երբ որ դու ներկայացնում ես ազգային երգը, ուղղակի կներես այնտեղ կարոտն է ավելի շատ, միակը։ Այո, կարոտն է, դա սերը դեպի հայրենիք, կարոտը դեպի հայրենիք, այդ պատճառով ամենտեղ կներեք, չեմ ուզում մեծ խոսամ, բայց արժանանում եմ այն ուշադրության, որտեղ միշտ արժանանում եմ, այսինքն այն ջերմությունը հանդիսատեսը, որ տալիս է դահլիճից, այդ ամեն ինչը ես յուրաքանչյուր քաղաքում ու երկրում զգում եմ։ Ու դա ինձ համար մեծ պատիվ է, մեծ ուրախություն է ու ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրոք սիրում ու գնահատում են մեր ազգային երգն ու երաժշտությունը։ Իրոք դա մեր ազգի հարստությունն է ու միշտ իմ համերգների ընթացքում ասում եմ կապ չունի որտեղ կապրենք, կարևորը որ միշտ սիրենք մեր երգը, մեր պարը, մեր դրոշը, մեր գերբը եւ մեր հավատը։ Բացի աշխարհի տարբեր երկրներից վստահ եմ, որ Արցախում նույնպես համերգներով հանդես ես եկել, ասում են ով լինում է թեկուզ գետ մեկ անգամ Արցախում սիրահարվում է, սիրտը մնում է այնտեղ, ես այնտեղ շատ եմ եղել, այնտեղը իմ արմատներն են, այսպես ասած, վերջերս գիտեմ, որ ստացել ես նաև մի մրցանակ, տարվա լավագույն ազգային երգիչ մրցանակը AAD հասարակական կազմակերպության կողմից հապավումը բացվում է Armenia, Artsakh and Diaspora։ Ես կուզենամ, որ գա այդ օրը, որ այդ երեքը նորից միասին լինեն։ Ըստ քեզ իրոք փշակավեցի նոր։ Կուզեմ քո կարճ քո տպավորություններից Արցախի վերաբերյալ, բայց նաև պատասխանես ըստ քեզ, արդյոք կգա ժամանակ, կգա այնպիսի կառավարություն, որ մենք կկարողանանք բանակցությունների միջոցով նորից արցախցիներին վերադարձնենք իրենց տուն։ Իրականում շատ ցավալի հարց տվեցիր ու իրականում հուզվեցի ես։ Ես հավատում եմ, որովհետև այն արյունը, որ թափվել է այդ հողի համար, երբեք չի կարող անպատասխան մնալ ու ջուր դառնալ։ Այն հերոսները, Մոնթեն, յուրաքանչյուր մեր հերոս, ովքեր իրենց կյանքը տվել են մեր Արցախ աշխարհի համար, երբեք չի կարող անպատասխան մնալ։ Իրոք հուզվում եմ ու ես հավատում եմ, որ գալու է այդ օրը։ Կապ չունի այսօրվա իշխանությունները ինչ են պրոպագանդում։ Դա
ճիշտ չի ու դա հայեցի չի։ Բայց ես հավատում եմ ու վստահ եմ, որ կարող է գալ այնպիսի իշխանություններ, ովքեր իրականում իրենց խոսքը ու իրենց գաղափարը կունենան ու սերը դեպի հայրենիք, այսինքն իրենց հայի տեսակը կունենան, հայրենասիրությունը պետք է նրանց մեջ այնքան շատ լինի, որ երբեք չմոռացվի այն տղերքի արյունը, ովքեր իրականում երիտասարդ, բայց իրենց կյանքը տվեցին, որպեսզի մեր Արցախ աշխարհը եւ մեր Հայաստան աշխարհը խաղաղություն ապրի։ Արցախի հետ կապված շատ հիշողություններ կան, քանի որ ես ինքս նաեւ այնտեղ ծառայել եմ, նաեւ համերգային Գիտեմ, որ շատ զինվորների համար շատ համերգներ ես ունեցել։ Երևի Արցախում այդպիսի զորամաս չկա, որտեղ հանդես չեմ եկել համերգներով։ Յուրաքանչյուր զորամասը ուսանողական տարիներից սկսած համերգներով հանդես էին գալիս Արցախում։ Ցավում եմ, որ այդ գեղեցկությունը, այդ հարստությունը, այդ ամեն ինչը մենք շատ հեշտ ու հանգիստ, ասենց կարելի ասել, թողեցինք ու հիմա հրաժարվում ենք այդ ամեն ինչից, որը ճիշտ չի, որը հայեցի չի։ Եվ վստահ եմ գալու է մի օր, որ մենք նորից ուրախանալու ենք ու նորից մեր երգն ու պարը թնդալու է Արցախի Ստեփանակերտի հրապարակում։ Նորից հաղթանակներ ենք նշելու։ Վերադառնանք ազգային երաժշտությանը, այ գլոբալ առումով ըստ քեզ ինչ է պետք անել, որպեսզի կրտսեր սերունդը մեծանա հենց այդ ոգով ու ավելի շատ երգի ազգային երաժշտությունը, ազգային երգը եւ կարողանանք ավելի մեծ դահլիճներ գտցնել։ Դա ինձ թվում է պետական միջամտություն է պետք։ Երբ որ պետությունը այսօր ազգային բառի հանդեպ խնդիրներ է ունենում, դա արդեն ցավալի է։ Ոնց կարող ենք, եթե մենք ազգենք ու ինչ-որ խնդիր ունենանք այդ բառի հետ կապված։ Դա ազգային ինչ-որ մոտեցում պետք է լինի, որ դպրոցներում ես հիշում եմ, որ Գագիկ Գինոսյանը, երբ որ ցավալի է, որ նա հիմա չկա, նա ծրագիր ուներ, որ յուրաքանչյուր դպրոցում Պարերին դասավանդում։ ազգային պարեր էին դասավանդում։ Ես հիշում եմ, երբ որ մանուկ հասակում տարբեր ազգագրական երգի պարի համույթներ էի հաճախում։ Հիշում եմ, երբ որ ամանորի 12-ը, երբ որ հնչում էր, զանգը հնչում էր, սկզբում ազգային երգ ու պարի համույթները ինչ որ մի ազգային երգ կամ պար էին ներկայացնում, նոր անցնում էինք արդեն էստրադա ու տարբեր ոճի երաժշտությունից։ Ցավալի է, այսօր այդ ամեն ինչը ետին պլան է մղվել։ Ես հիշում եմ իմ տարիներին դպրոցական ունեինք երգի դասեր ու այնտեղ մենք նաև հենց ազգային երգեր էինք սովորում։ Հիմա չգիտեմ, գուցե երգի դասերը կան, բայց արդյոք այդտեղ ծրագիրը ազգային է, թե տեղյակ ես, տեղյակ չես, ինքը դասավանդման առումով ցանկություն չունես, դու կրթես սերունդ։ Ասեմ, տեղյակ չեմ, բայց չգիտեմ, վստահ գիտեմ, որ դժվար այն ամրացումը, այն արմատական մոտեցումը լինի ազգային երգի հանդեպ ներկա պահին դպրոցներում, որտեվ ես հիշում եմ, երբ որ դպրոցում երգում ենք, առաջինը երգում ենք արդյոք ովքեր են, հեյ, այոց քաջերն են։ Դա ինձ թվում է կարևորագույն բնույթ է կրում ու ես լավատես եմ, որ գալու է մի օր, որ իրականում ժամանակը գալու է, որ մենք պետք է մեծ համերգասրահներում ունենանք ազգային երգի պարի համերգներ, որը դա շատ կարևոր է։ Իսկ դասավանդման հետ կապված իրականում այնքան են ինձ առաջարկում, որպեսզի ես ունենամ համույթ, ունենամ մի փոքր դպրոց, որտեղ երեխաներին սովորեցնենք ազգային երգ ու պար, ուղղակի ժամանակի առումով չեմ կարող հասցնել ներկա պահին, բայց իրականում պլաններում դարդարացի է սերունդների առջև։ Իհարկե ոչ, ուղղակի ես էլ փորձում եմ իմ երգով ինչքան կարողանում եմ, այո, կարողանում եմ տարածել երգը, ինձ համար մեծ ուրախություն է, երբ որ դալիճում կամ բեմում կանգնած իմ կողքի կանգնած երեխան ով պարում է, թեկուզ նա լավ չի պարում, բայց նրա տարած հագած բռունցքը վերև այդ երգը իմ հետ երգում է, դա ինձ համար մեծ ուրախություն է։ Ես վստահ եմ, որ կունենամ իմ դպրոցը, ժամանակը գալի է, որտեվ իրականում ծրագրերում կա, այնպես որ Տա Աստված։ Այո։ Ծրագրերում գիտեմ, որ նաև ունեք առաջիկայում եւս աշնանը
հյուրախաղեր, բայց այս հյուրախաղերը իհարկե շարունակվում են, քեզ հետ հաճելի է եւ կարելի է երկար զրուցել։ Գիտեմ, որ շտապում եք այսօր Լիպեցկ քաղաք, որովհետեւ այնտեղ նաեւ Ռիազան քաղաքում, Նավառասիս քաղաքում, եթե ինչ-որ մի քաղաք չնշեցի, ավելացրու, ունեք համերգներ։ Ռամեսկոյե ունենք, Կրասնոյարսկ ունենք, նաև պատրաստվում ենք Արշունը արդեն մեծ նորից համերգային ծրագրով հանդես գանք մնացած բոլոր քաղաքները Ռուսաստանի Դաշնությունում։ Ես սիրով մաղթում եմ հաջողություն, ձեզ բոլոր նախագծերը թող իրականանան շատ բարձր մակարդակով եւ դուք ինչ կմաղթեք ձեր հանդիսատեսին Ռուբեն։ Շնորհակալ եմ, իրականում շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, վերջին ժամանակաշրջանում անկեղծ ասեմ, այսպիսի հետաքրքիր հարցազրույց չի ունեցել, որ ինքը կունենա գաղափար, ինքը կունենա դաստիարակչական բնույթ ու ինչ որ ասելիք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ հրավերը չմերժելու համար։ Ես ուզում եմ ասեմ, սիրենք մեր երգը, մեր պարը, մեր դրոշը, մեր կերպը եւ մեր հավատը, որտեղ այդ յուրաքանչյուր բառի մեջ կա մեր հայի տեսակը։ Եկենք սիրենք այդ ամեն ինչը ու կապ չունի որտեղ կապրենք, երբեք մեր հայի տեսակը չկորցնենք։ Սիրում եմ ձեզ շատ, միշտ ձեր Ռուբեն Սասունցի։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր իմ եւ ձեր հյուրն էր Ռուբեն Սասունցին։ Մենք կհանդիպենք այս ձևաչափով կրկին։ Մնացեք բարով։